Բարի օր ժողովուրդ ջան, ասել էի նորից կրկնեմ, ինձ ներող, որ զբաղված եմ, չեմ կարողանում լիաթոք սենց մասնակցեմ այս ամենին ինչ որ կատարվում է, ասեմ որ բոյ են տալի, կոնկրետնի բոյ են տալի ԿՊԱ-ականները, ասեմ որ նրանք արդեն պարտված են, այնքանով են պարտված, որ արդեն անցնում են սահմանները, արդեն խոչընդոտում են Քարոզ Արշավին, արդեն երկեր են դնում ինչ որ լրփի վաստակներ, իրանց ամուսնու անունը կպցնելով Նիկոլ Փաշինյանին դալբայով ասելով եւ այլն։ Լսի այլ լրփի վաստակ։ Այդ դալբայով մարդը տուրա քեզ անքունա թողել։ Գիշեր-ցերեկ Նիկոլ Փաշինյանի մասին ես մտածում, աղջի։ Մարդը տուրա աղջի։ Այն կոռուպցիոներ մարդը տուրա, ուրա սիկտիր եղե։ Քեզ մենակ թողել անքուն։ Բայց այդտեղ ոնց որ ասում են առանց խնդալու հնարավոր չի։ Քոչարյանը հելել է։ Կրթությունից է խոսում, IQ-ից է խոսում, որ մինիմալ կրթությունը գոնե պետք է որ վարչապետ դառնաս։ Ինչ ասում է։ Ինչ ասում։ Այն անունի չա բիզնեսմենը Ռուսաստանի։ Հելել է ասում է զավոդներ եմ կառուցելու, ես եմ անելու, այն եմ անելու։ Ապեր, հոպար, լսի քեզ ինչ եմ ասում։ Զավոդները չքանդեիր։ Քեզի տարգովի ցենտրներ կառուցեիր։ Հասկացար։ Հենա աշխատողներդ գրում են ինձ, որ արենները թանկացրել ես։ Փոքր բիզնեսին պատժկա անող։ Այդ խիստ հանգացրել։ Ժողովուրդ լավ իմացեք։ Սրանք կաշիներդ քերթելու են հենց եկան։ Սրանց դեմը պետք է առնենք։ Հենց հիմա շատ ուժեղ բոյ են տալի ԿՊԱ-ականները։ Ես իրանց ցավը տանեմ։ Ու ժողովրդից ցավը տանեմ, որ սենց պարզ, բաց դուրս է գալիս, խոսում է, արտահայտվում է, այո։ Այս երկրում Փաշինյանի օրոք բոլորը իրավունք ունեն պարզ, բաց արտահայտվելու։ Քոչարյանին դեմերսին ասելու, որ քո թիմակիցները ինձ խոշտանգել են, առաջ տենց բան կարայր թույլ տայր, չէիր կարա։ Կամ առաջ տենց բան կարայր թույլ տայր, որ ղեկավարը մտներ խանութ, ասեր տրամադրությունս ընկել է, որտեվ դու մտար վրեն ընկնի տրամադրությունդ, դե արումի ասա, հոգնած, թարախ։ Ամենա այն բեսկուլտուր շինան իրավունք ունի խոսալու։ Այսա կոչվում է ժողովրդավարություն։ Ու որ հանգարց սրանք եկան, այս ամեն ինչը վերջանալու է։ Երկիրը կեսը լքելու է։ Պատերազմներ ասկսվելու, վստահ եմ ասում, որովհետև եթե մի մարդ խաղաղությունը դնում է կասկածի տակ, ուրեմն պետք է նստի նորից այդ խաղաղության համար բանակցի, դա հավասարազոր է, որ պատերազմ սկսի, հանգարց չգաք ստել լոլո չկարդակ ժողովրդի գլխին։ Մի քանի ոչխարել դրել են, ասում են, Ալեն Սիմոնյանը ասեց, բանա, Ադրբեջանը մեր երաշխավորն է, ինչես կեսը բերա եթին։ Այդ ծիպլիցատոր խես կեսը բերել է ելույթի։ Այդ մարդը ասում է Ադրբեջանի, որպեսի չլինի պատերազմ, ամենաառաջին երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետության համար, որպեսի պատերազմ չլինի, ամենամեծ երաշխավորը Ադրբեջանն է, ինչն է սխալ ասել, որտես ծռվել է իշ, մտե եթեր, մի փրփուրները բերնի ծտե թմեր։ Արմեներ անունդ ինչ էր, արդեն մոռացել եմ քեզ, բայց մի անգամ քեզ անդրադարձել եմ։ Ես էլ թազա մոդայա բարի կեսը բերեք դնեք, արա։ Թե այդքան տղա չես բերես, ամբողջովին դնես, թե ուղեղը չի մտնում, Ալեն Սիմոնյանը ինչ ասե։ Վիդեոս պրոստը չեմ ուզում երկարացնել, որ ամեն մեկիդ ոռնոցը դնեմ ստե։ Նման ընդդիմություն ունեցող պետությունը, ես ասեմ, պազորա պրոստը։ Այս հարցում ես ահավոր ամաչում եմ, որ մենակ ես ընդդիմությանն ա տեսնում աշխարհ, ես անգրագետ, տգետ, տահաս, անուղեղ, խափող սուտ ասան, պարկած այս վհուկներն են ցույց տալիս իրանց։ Մենակ ես վհուկներին են տեսնում աշխարհով մեկ։ Այն նորմալ ընդդիմությունը չի երևում։ IS-ի ամոթալի բան է։ Բայց որ ԿՊ-ս բոյատալիս էդի հաստատ սատկացնելու են ձեզ։ Ձեզ սատկացնելու են։ Պրիլյուդնը, պուբլիշնը սատկացնելու է այս ժողովուրդը։ Ձեզ թռելու է ասֆալտին։ Ձեր նման եթիմներին, ձեր նման պատուհասներին, ձեր նման խայտարակ քաղաքական գործիչներին պետք է փռի ասֆալտին։ Այս պետությունը, այս ղեկավարությունը ու ժողովուրդը միասնական սաղիթ պետք է ասի Աշոտյան եղեք, որտեղ ձեր նման տգետներն ու անգրագետները մեր պազորն են։ Հենց մեր պազորը։ Ես չգիտեմ դուք Ռուսաստաններում, Բելարուսյաներում որտեղ ինչ եք քաշեկել, ինչ քակ եք կերել, ինձ արդեն չի ուզում ոչ մի բան։ Ինչ որ կոպեկ եք բերեց ցփնել ժողովրդի երեսին, բայց ժողովրդի կաշվից քերել եք, թե լույսի միջոցով, թե բիզնեսի միջոցով, թե գների միջոցով, կապ չունի։ Դուք պետք է Աշոտյան լինեք, դուք պետք է սիկտիր լինեք բարիս բուն իմաստով։ Այո, կրկնվում եմ, իմ կարծիքով մեր երկրի պազորն է, որ մենք sense ընդդիմություն ունենք։ Քոչարյանա տիպի, Սամոյա տիպի, Գագոյա տիպի։ Այսինքն որ կանգնում են, անենց անգրագետ բաներ են ասում, որ sense խոց տո խոց պադե, չգիտես, լավ, այս մարդը, ասենք մտածես նոր խոսեց,
Ասենք այն մեկը ասում է ապուշ են, որ դպրոց են կառուցում, այն մեկը ասում է Պակիստանը պետք է գա երաշխավոր լինի, այն մյուսը կրթությունից է խոսում, հայերեն խոսել չգիտի։ Արա ես իրոք ապշած եմ ձեր վրա։ Ես այն որ ասում եմ, «Я худею с вас, Վասյա»։ Մի հատ էլ Վահագ էր ոնց որ, այն բարադատի, լսի այ քրչոտ փրչոտ, այ չլողացած։ Ուրեմն մերի անունը տալուց առաջ մի հատ խաչա կնքվի, որ չհելնեմ վրեդ։ Եթին, քո եթերի մեջ ասում ես նյութ եմ մի հատ տեսել, վերջում էլ ասում ես վիդեոն չգտա, որ դնեմ ստե տենակ մերին ինչ է ասում։ Այ կլոուն, այ խրտվիլակ։ Ծիրանի օրերից ես քեզ շատ լավ գիտեմ։ Ումից ինչքան փող ես վերցրել, հատ գիտեմ։ Ես քո մասին ավելի շատ բան գիտեմ, քան թե դու ինքդ։ Ուրեմն ոռատու, գեթաս այդ նույն նյութս TikTok-ում կա, YouTube-ում կա, Facebook-ում դժվար գտնես, որտեվ շատ ներքև պետք է իջնես, վախենամ ձեռքերդ կոտրվի։ Ուրեմն կեթաս կգտնես, կլսես ու կգաս ներողություն կխնդրես, որ չհելնեմ վրովը չանցնեմ։ Հասկացար, պոռնիկն էլ մերը տա, հասկացար, այս շլուշկա։ Այսքանը։